Մենք գտնվում ենք Հաղարծնի վանական համալիրում, մի վայրում, որտեղ լռությունն անգամ պատմում է հավատքի, պատմության և ազգային ինքնության մասին։ Վանքը կառուցվել է 10-ից 13-րդ դարերում։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, վանքը իր անվանումը ստացել է վանական համալիրի օծման ժամանակ երկնքում ճախրող արծվի շնորհիվ։ Հաղ նշանակում է ճախրող, ածին արծիվ։ Այստեղից էլ առաջացել է Հաղարծին անվանումը։ Հաղարծին վանական համալիրը միշտ եղել է մեր ժողովրդի ամենասիրելի վայրերից մեկը և հոգևոր կենտրոններից մեկը։ Բոլորիս քաջ հայտնի է, որ Հաղարծին վանական համալիրը հիմնադրվել է 10-րդ դարում, երբ որ վանքի մեջ կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, բայց բոլորս գիտենք, որ մինչ վանքի հիմնադրումը այստեղ եղել է հոգևոր կյանք և հոգևոր կենտրոն, որ դա են վկայում ահա այս շինությունը, որի միայն մի փոքր մասն է պահպանվել և իր հիմքերն են պահպանել, բայց հստակ երևում է փոքր խորանը և փոքր եկեղեցին, որը սա թվագրվում է 5-րդ դար։ Այսինքն մինչև վանքի կառուցումը այստեղ նույնպես եղել է հոգևոր կենտրոն և եկեղեցի է եղել, չեն կարող ասել ինչ եկեղեցի է եղել, գյուղի եկեղեցի է եղել, թե վանք է եղել, թե վանականներ են եղել, բայց վստահ կարող ենք ասել, որ նույնիսկ այս ժամանակներում այս վայրը եղել է հայկական և այս վայրում եղել են հայեր։ Համալիրն իր մեջ ներառում է 3 եկեղեցի, իրենց առընթեր 2 գավթով, սեղանատուն, աղոթարաններ և խաչքարեր։ Վանքի ամենահին եկեղեցին Սուրբ Գրիգորն է, որը կառուցվել է 10-րդ դարում։ Վանական համալիրի գլխավոր եկեղեցին Սուրբ Աստվածածինն է, որն արդեն իր հերթին ներկայիս տեսքով կառուցվել է 13-րդ դարում, 1281 թվականին։ Վանքը այն 2 վանքերից մեկն է, որ ամեն ինչին զուգահեռ իր կազմում ունի նաև սեղանատուն։ Մյուս վանքը Հաղպատն է։ Հաղարծնի սեղանատունը կառուցվել է 1248 թվականին։ Վանական համալիրը գտնվում է Տավուշյան բնության գրկում և հանրության շրջանակում հայտնի է իր ներդաշնակությամբ, բնության և ճարտարապետության միջև։ Հաղարծնի վանական համալիրը պարզապես Տավուշի թեմի վանքերից մեկը չէ։ Այստեղ յուրաքանչյուր մարդ ակամա կանգ է առնում աղոթ քղելու մեր ազգի և մեր Սուրբ եկեղեցու համար։ Եթե այստեղ չես եղել, ուրեմն արդեն ժամանակն է։